Հունիսի 2-ին Գորիսում մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ երկօրյա համաժողովը։ Իր բացման խոսքում Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նշել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության դերը որպես երկու բարեկամ երկրների միջև առկա բազմավոլորտ հարաբերությունների դինամիկ ուղղություն։ Կոստանյանը մատնանշել է Սյունիքի մարզում համաժողովի անցկացման հատկանշական դերը հաշվի առնելով Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների զարգացման եւ դիմակայունության բարձրացման նպատակը։ Տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու Հայաստանի Հանրապետության ջանքերի համատեքստում արտգործնախարարի տեղակալը անդրադարձել է նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստին, ընդգծելով այն առանց հետաձգման ստորագրելու հայկական կողմի պատրաստակամությունը։ Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել եւ հետագայում վավերացնել այն։ Կարող եմ վստահեցնել, որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ, ուղիղ եւ ամենակարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով խաղաղ համակեցության դարաշրջան կբացվի մեր տարածաշրջանում։ Տիկնայք եւ պարոնայք, Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացումը Սյունիքում եւս խաղաղության եւ համագործակցության հստակ ուղերձ է պարունակում։ Կայուն խաղաղության գրավական է նաև տնտեսական փոխկապակցվածությունը եւ տարածաշրջանային համագործակցությունը, որը նպաստելու է փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը տարածաշրջանում։ Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ, որտեղ ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագրեր կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի շահերին։ Մեր նպատակն է ձևավորել խաղաղ եւ անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակայի համագործակցությունը, փակ սահմանների փոխարեն դարպասները եւ սպառնալիքի փոխարեն փոխադարձ հարգանքի վրա կզարգանան միջպետական հարաբերությունները։ Գորիսը քաղաք է, որը կառուցում է խաղաղություն տարածաշրջանում համաժողովին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դը Կոտինին։ Ըստ նրա Գորիսը մի քաղաք է, որը եղել է խաչմերուկում եւ խաղաղության կառուցմանն է միտված եղել նրա աշխատանքը։ Գորիսը նորից կդառնա խաչմերուկ եւ ֆրանսիական ներկայությունն այստեղ շատ նշանակալից է։ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև կապը բազմաշերտ է, սփյուռքը, ասոցիացիաները, ձեռնարկությունները, բայց նաեւ ցանկություն կա այս բոլոր դերակատարների միջև պետության հետ կապի միջոցով երկխոսություն ունենալ ռազմավարական առաջնահերթությունների վերաբերյալ։ Այսինքն ամեն մեկս ինչպես կարող է մեր առաջնահերթությունը հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակի վրա ազդեցություն ունենալ։ Այն, ինչ կառուցում ենք միասին, պարզապես տեխնիկական համագործակցություն չէ, պարզապես բարեկամություն չէ, այլ նաեւ իսկական լծակներ են իրավիճակի վրա ազդելու, աջակցելու Հայաստանին եւ գործելու հանուն խաղաղության։ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին ելույթով է ներկայացել նաև Ֆրանսիայի սենատի անդամ Շիլբեր Լյուկ Դվինազին։ Նա խոսել է 2023 թվականի ապրիլի 23-ին սենատորների պատվիրակության հետ Հայաստան այցից, այդժամ էլ գիտակցել են, թե ինչ է նշանակում պատերազմի մեջ լինել։ Ըստ սենատորի Հայաստանը պատերազմի մեջ չէր, բայց հարձակման էր ենթարկվել։ Նա հիշել է, որ այդ ժամանակ հանդիպել էին Գորիսի քաղաքապետի հետ եւ նա մարզպետի հետ ճաշի ժամանակ լքել էր իրենց, որովհետեւ այդ պահին սահմանում միջադեպ կար։ Երբ լրագրողը հարց էր տալիս, թե ինչպես եք պատկերացնում համագործակցությունը, ասացի, որ պետք է Հայաստանին օգնել անվտանգությունն ամրապնդելու համար, պետք է օգնել Հայաստանին, որպեսզի ռազմապաշտպանական բավականաչափ միջոցներ ունենա, որպեսզի իր սահմանները պաշտպանի։ Այդ պահից սենատում համատեղ որոշում կայացրեցինք եւ բոլոր սենատորների կողմից ստորագրվեց, պահանջելով մեր գործադիր իշխանությանն աջակցել Հայաստանի Հանրապետությանը պաշտպանություն ապահովելու նպատակով համապատասխան ռազմական միջոցներ տրամադրելու համար։ Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա ապրել իր սահմաններում, խաղաղության մեջ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակը։ Արարողությանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դը Կոտինին, դիվանագիտական առաքելության ղեկավար Կարմեն Ափունցը, ՀՀՏԿ նախարար Դավիթ Խուդայթյանը, արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ։
Սյունիքում մերձընդմերթ հակառակորդի կողմից ուղիղ կրակոց է լինում, ինչի արդյունքում նաև լինում են դեպքեր, երբ կրակոցները դիպչում են ենթակառուցվածքներին ու ընտանի կենդանիներին, ասել է Սյունիքի մարզպետը։ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով շատ վատ է, որ կրակում են, երևի 3 ամիս է ու ավելի, որ գիշերները սիստեմատիկ կրակոցների ձայներ են լսվում։ Պաշտպանության նախարարությունը հստակ արձանագրում է փաստն ու դիրքորոշում ունի այս առնչությամբ եւ ինքն ավելացնելու բան երևի թե չունի, նշել է Ղուկասյանը։ Պարոն Փաշինյան, ձեզ հարցեր ունենք։ Պարոն վարչապետ, բարև։ Դեռ անցած շաբաթվանից Հայ առաքելական եկեղեցու սպասավորների հասցեին սկանդալային հայտարարություններ անող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ եւ մասնակցել լաբորատորիայի բացմանը։ Վարչապետի այցից առաջ ուժեղացված ոստիկանական հսկողություն է եղել։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հերքել է լուրերը, թե ուսանողներին նախապես հարցեր են տրվել, որ հնչեցնեն վարչապետի հետ հանդիպմանը։ Աստվածաբանության ֆակուլտետն ավարտած ԵՊՀ ռեկտորը խուսափել է գնահատական տալ այս օրերին եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների, իսկ հա կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը չի փորձել արդարացնել որևէ խոսույթ։ Ես կարծում եմ վարչապետի ինքը մեկնաբանել է իր գրառումը եւ ավելացնելու որևէ բան չուներ։ Հասել եք համարոտիկին նախարար։ Կարծում եմ, որ եթե հանրային ձևավորված խոսույթի մասին եք խոսում, բնականաբար որևէ մեկից չի կարող դուր գալ այն խոսույթը, որ ձևավորված է, ու ես ձեր ուշադրությունը պիտի հրավիրեմ նկատելու, որ այդ խոսույթը նոր չի, որ ձևավորված է։ Լավ է, որ մենք ուշադիր ենք, արժի, որ ուշադիր լինենք նաև բոլոր այն դեպքերում, երբ որ այդ բառամթերքը հնչում է նաև տարբեր կողմերից, այդ թվում օրինակ իմ նկատմամբ։ Գիտեք, բնականաբար որևէ մեկը չի կարող արդարացնել այդ խոսույթը, մենք շատ տարբեր քննարկումներ ենք ունեցել, նաև առիթ ենք ունեցել կառավարության նիստում էլ այդ հարցերից խոսել եւ կարծում եմ ավելի քան պարզ է դիրքորոշումը։ Այս թեմայով խոսել եք, ինչ որ հորդոր արել եք, որ Ես կարծում եմ, որ այն մեկնաբանությունները ու այն վարչապետի կողմից նաև այն հավելյալ գրառումները, որ արվեցին, ավելի քան պարզ են դարձնում։ Վարչապետի ձևավորած օրակարգի հետքերով ի պաշտպանություն հայ եկեղեցու եւ ազգային հոգեվոր արժեքների բողոքի ակցիա է անցկացվել Հայաստանի կառավարության շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով դեռ 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո եկեղեցին պետք է որոշում կայացներ, որ անհապաղ դատում են Նիկոլին եւ նոր իշխանություն ձևավորում։ Ակցիայի մասնակիցները նախ կառավարության շենքի դիմաց ֆլեշմոբ են իրականացրել։ Իրենց հետ բերված սպիտակ պարանի վրա լվացքի ամրակներով կախել են պաստառները, որոնց վրա տարբեր գրառումներ կային։ Մեր արհավիրքի պատճառը սատանայապաշտ իշխանություններն են, նզովք դավաճաններին, ամոթ լռողներին, հայ առաքելական Սուրբ եկեղեցին հայ ազգի հիմնասյունն է եւ այլն։ Առաջին եւ ամենամեծ մեղքը Նիկոլի Հայաստանը քայքայելու իր միսիան է, ինքը պետք է դատվի, ինքը իրավունք չունի որևէ սրբությանը անդրադառնալ, կապ չունի ով ինչ է անում։ Ինքը իրավունք չունի որևէ բանի անդրադառնալ, ինքը այնքան մեծ մեղքեր, ինքը վաճառել է մեր հայրենիքը, դրանից հետո իրավունք չունի անգամ հայ բառը արտասանել։ Իհարկե, միանշանակ իր բարեվարկությունը այդքան ցածր է, որ ինքը չի կարող տեսնել ընդհանրապես իրականությունը եւ մեր սրբությունները մի հատ էլ դա քննել։ Մարդիկ պիտի հասկանան, որ այն ինչ որ մենք այսօր տեսնում ենք, դա ամենևին էլ անհատ սպասավորների դեմ ուղղված արշավ չի։ Դա նպատակաուղղված հերթական քայլն է հայոց ազգային ինստիտուտները խարխրելու ու հայոց հիմնասյուներից մեկին է ուղղված հիմա այդ արշավը հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, որ դարեր շարունակ պահպանել է մեր ինքնությունը։ Ակնհայտ է ընդամենը ադրբեջանական մամուլը, ադրբեջանական ներկայիս հաղորդագրությունների մակերեսային դիտարկումը անգամ ակնհայտ է դարձնում, որ այս արշավը մեր իշխանությունների կողմից թելադրվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Դրա համար մարդիկ պիտի հասկանան, որ այսօր եկեղեցու կողքին չկանգնելը, իշխանություններին չասելը, որ առհասարակ այլևս չենք հանդուրժելու նման վարքագիծ, չենք հանդուրժելու եւ գործով ցույց տալու, որ չենք հանդուրժելու իրենց այս լկտի պահվածքը, մեր այսօրվա գոյության հարցն է։ Եթե մարդիկ հիմա դուրս չգան այդ համացանցային տիրույթից դուրս իրենց տեսակետը չարտահայտեն եւ չպաշտպանեն հայ առաքելական եկեղեցին,
վաղը հնարավոր է մեր գոյության հարցը դրվի ու ինչ ենք անելու, էլի սպասելու ենք, ուղղակի սպասելու ենք, թե մեզ ոնց են ոչնչացնելու։ Այս իշխանությունները գործում են մեր թշնամիների հետ հավասարապես նույն ծրագրով ոչնչացնելու մեր ազգային ինքնությունը։ 20 թվականին այդ մասին էինք խոսում, դրանից հետո էլի էինք այդ մասին խոսում։ Այսօր էլ հասկանալի չի, որ դա այդպես է։ Ակնհայտ է ամեն ինչը ու չտեսնելը, անտեսելը, այս պահին չգործելը եւ այս իշխանություններին անհապաղ չհեռացնելն ու չդատելը իրենց հանցագործությունների համար արդեն մեր կողմից է հանցագործություն։ Հայրենիք կուսակցությունը որոշում ունի մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին առանց դաշինք կազմելու, հայտնել է կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը լուրջ հաղորդման շրջանակում։ Նրա խոսքով այսօր ընդդիմադիր դաշտում դեռևս չկա այնպիսի համախմբող կերպար, որի շուրջ բոլոր ուժերը կունենան անվերապահ կոնսենսուս։ Նա նաև հայտարարել է, թե ներկայիս իշխանությունները չեն կարող միջազգային ատյաններում ներկայացնել հայկական շահը։ Այս մարդիկ ատում են մեր ժողովրդին, մարդիկ, որոնք ատում են հայ ժողովրդին, ոնց կարող են ներկայացնել հայկական շահը միջազգային ատյաններում։ Անդրադառնալով ընդդիմադիր դաշտում համագործակցության հնարավորության Արթուր Վանեցյանը նշել է, որ հիմնական հարցերի շուրջ բառակտվածություն հնարավոր չէ, եթե արկա է ընդհանուր եւ հստակ օրակարգ։ Եթե օրակարգը լինի, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը իրական ուժերի միջև պարապտում լինել չի կարող, հավելել է Վանեցյանը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության կայքում։ Հովհաննիսյանը 24 թվականի դեկտեմբերի 10-ին վերանշանակվել էր ՆԳՆ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ։ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հայտնել է, որ հրաժարական է տալիս պաշտոնից եւ դադարեցնում է իր քաղաքական եւ կուսակցական գործունեությունը։ Նա ընդգծել է, որ իր որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որին վերաբերյալ պատշաճ կարգով եւ սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։ Մայիսի 29-ին ներքին գործերի նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանը։ Ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզելով, որ օդաճնշի ջատրջանակով դպրոցի պատուհանին կրակել է 8-րդ դասարանի աշակերտներից մեկը։ Պատանին հայտնաբերվել է ու իրավապահներին ներկայացրել է օդաճնշի ջատրջանակը։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։